Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցել եմ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ։ Պարոն Սաղաթելյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Երեկ Սուրբ Սարգիս եկեղեցում հերթական պատարագը տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանն իր արդեն ավանդական դարձած խմբով այցելել էր Սուրբ Սարգիս, ներկա էր նաև Նավասարդ arczepiskopos Կճոյանը եւ հերթական անգամ պատարագի ժամանակ չհիշատակեցին վեհափառի անունը։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է համառությամբ եւ փոքրաթիվ խմբով այդ շրջիկ հավատացյալների, ինչպես լրատվամիջոցներում են անվանում այդ խումբը, շարունակում է ճնշել կաթողիկոսին։ Իրականում Նիկոլ Փաշինյանը շարունակում է բացել հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ երեկվա իր այդ ներկայացումը մեկ անգամ փաստում էր այն մասին, ինչի մասին շարունակ խոսում ենք, որ իր նպատակը երբեք եկեղեցու դիրքերը ամրապնդելը կամ ինչպես ինքն է փորձում ներկայացնել եկեղեցին մաքրագործելը չի։ Եթե ինքը մտածում է եկեղեցու հեղինակությունը պետք է բարձրացնի կամ եկեղեցին մաքրագործի Նավասարդ Կճոյանի միջոցով, արդեն ամեն ինչ պարզ է եւ սա լավ առիթ էր, որպեսզի մեր հանրությունը տեսնի այդ ամեն ինչը եւ համապատասխան ենթադրություններ անի։ Ինքը փորձում է եւ փորձելու է ամեն ինչ անել հայ ժողովրդի եւ հայ իրականության մեջ ամենահեղինակություն ունեցող պետության բացակայության պայմաններում հայապահպանության խնդիրը լուծած կառույցի հարցը լուծելու, պառակտելու, այսինքն այս ինքը շարունակելու այնքան, մինչև եկեղեցիներում արդեն լինեն վեճեր, կռիվներ, պառակտումներ, այս հայկական ինքնության դեմ ուղղված շատ հստակ քայլեր եւ գործողություններ, որը փորձում է իրականացնել։ Պարոն Սաղաթելյան, դուք մի հետաքրքիր հանգամանք նշեցիք, ասացիք Նավասարդ Կճոյանի միանալու հանգամանքը արդեն պետք է, հա, Նիկոլ Փաշինյանի աջակիցներին կամ եկեղեցու այսպես կոչված մաքրման գործընթացում իրեն աջակցողների մոտ հարցեր առաջացներ, որովհետև Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ գրել է նույն Նավասարդ Սրբազանի բենթլիների զենք պահելու գուսակրոնության ուխտը պարբերաբար խախտելու մասին, այո։ Այո, իհարկե, եւ եթե նայենք նաեւ մյուս սրբազանները, մեծամասնությունը, իմ համար իհարկե ամենամեծ ցավն ու զարմանալին Արցախի թեմի առաջնորդի կեցվածքները, բայց եթե մնացածին էլ նայում ես, հիմնականում եթե տարիներ շարունակ քննադատել են հայ առաքելական եկեղեցում, քննադատել են նաեւ այն մարդկանց ու հիմնականում այն մարդկանց համար, ովքեր այսօր դարձել են Նիկոլ Փաշինյանի սիրելին։ Բայց տեսեք, ամենակարևորը մենք պետք է հասկանանք այս ամեն ինչը ինչի համար է տեղի ունենում։ Այս ամեն ինչի խորքը որտեղ է, ինչի է Հայաստանի իշխանության ղեկին հայտնված այս վարչախումբը նման տոտալ պատերազմ սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Սրա խորքը հետևյալն է։ Մեր թշնամիները, Ադրբեջանը եւ Թուրքիան, ովքեր մեր սեփական հայրենիքում վերջին 100 տարվա մեջ առնվազն 2 անգամ ենթարկել են ցեղասպանության ու էթնիկ զտման, բայց այդ ամեն ինչից հետո մեր ժողովուրդը կարողացել է վերականգնվել, պետություն ստեղծել եւ նույնիսկ ազատագրել Արցախը եւ ստեղծել հայկական երկրորդ հանրապետությունը։ Իրանց խնդիրը այսօր ոչ միայն մեր պատմական հայրենիքի, մեր տարածքների վրա է, մեր թշնամիների աչքը, այլ խնդիրը խորքի մեջ հայ մարդու ինքնության հետ է, հայ մարդու քրիստոնյա լինելու հետ է, եւ հայ առաքելական եկեղեցին հայկական ինքնության պահպանման գործում, նույնիսկ քիչ առաջ ասեցի, պետության բացակայության պայմաններում ունի անգնահատելի իրականացրած աշխատանք։ Այս պարագայում այն ինչ որ կատարում է Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու դեմ, դա թշնամական ծրագիր է, դրսից պարտադրված եւ մենք պետք է այս խնդրին վերաբերվենք այդ կոնտեքստում եւ մեր քայլերը պետք է համապատասխան լինեն դրան։ Պարոն Սաղաթելյան, դուք նշեցիք ինքնության դեմ պայքարը, մենք ականատես ենք լինում հերթական անգամ եկեղեցում, երբ որ Նիկոլ Փաշինյանը մտնում է ներկաները, իր աջակիցները կամ այդ խմբի անդամները, որոնք տեսանյութերում էլ երևում են, որ նույն մարդիկ են, ծափահարում են։
Այնինչ եկեղեցում չի կարելի ծափահարել։ Այդ ինքնությունն ունեցող մարդկանց դեմ է կռիվը։ Կարելի է բացատրել ինչ է անում։ Եկեղեցին փորձում է վերածել շոուի, ծառայեցնել իր նախընտրական հարցերի համար, ցույց տալ, որ ինքը ունի աջակցություն իր այս քայլերում եւ գործողություններում, բայց դա բնավ իրականության հետ կապ չունի։ Պատկերացրեք մի պահ, եթե մենք որոշենք, որ պետքա գնալ այդ եկեղեցիները ու թույլ չտալ ինքը մտնի այդ եկեղեցի, ինչա տեղի ունենալու էլի, այսինքն այդ պատկերը արդեն այդ սադրանքը նաև իր կողմից որ արվում է, լավ բանի մասին չի խոսում։ Այսինքն փորձում է բախում հրահրել։ Նաև եկեղեցու ներսում սադրանքներ իրականացնել, այսինքն պղծել այն ինչ որ կա, էլի, այս մարդը, եթե դուք նայեք 7 տարվա ընթացքում, էսա որևէ բան չի կառուցել, որևէ բան չի ստեղծել, մենակ պառակտել, պղծել, քանդել, կազմաքանդել Եվ շարունակում է նույնը հաջողությամբ քաոս ստեղծել, այսինքն էսա էս մարդու առաքելությունը, դերակատարությունը, այս մարդը այսօր Հայաստանի իշխանության ղեկին է թշնամու ծրագրեր իրականացնելու համար։ Ու սրանք ինչ որ ասել ենք ու ասում ենք, սրա համար բազմաթիվ օրինակներ կան, ու այլևս վաղուց սա չափազանցություն չի, սա դաժան իրականություն է։ Իսկ նորմալ է բնական տրամաբանությանը չի հակասում այն հանգամանքը, որ ինքը այս պարագայում շարունակում է իր գործը հանգիստ առաջ տանել։ Ինչ կապ ունի Նիկոլի հետ, դա չի կարող նորմալ լինել։ Ինքը առնվազն աննորմալ է, ինքը առնվազն հակահայ է, ինքը կապ չունի նորմալ երևույթների հետ, ինքը կապ չունի, ինքը փորձանք է, որ հայտնվել է իշխանության գլխին եւ շարունակելով պառակտել մեր ժողովրդին մանիպուլացնել, ստով կեղծիկով այս ամեն ինչ իրականացնել։ Իմիջիայլոց արդից օգտվելով ասեմ, նաև երբ որ մենք հենց հարձակումը երբ որ սկսեց սրբազանների նկատմամբ եւ օրինակ Բաքրատ սրբազանի սկսեցին եւ եւս 18 հոգու կալանավորել, ամբողջ քարոզչությունը հետեւյալն էր, չէ, հակապետական գործունեություն, ահաբեկչություն, ավտոբուսներ, մեկ մարդկանց գյուլել եւ այլ եւ այլ։ Մենք այդ ժամանակ մի բան էինք ասում եւ հիմա ուզում եմ վերհիշեցնել։ Ասում ենք, այս ամեն ինչը անում են դիմադրության օջախները ոչնչացնելու եւ եկեղեցու վրա հարձակումը կազմակերպելու համար։ Եվ այսօր փաստա չէ, եթե Միքայել Սրբազանը, Բաքրատ Սրբազանը այսօր անազատության մեջ են, դա արել են այն նպատակով, որ այսօր եկեղեցու վրա այս հարձակումը պայմանները ավելի նպաստավոր դարձնեն եւ դիմադրությունը թույլատնեն։ Այսօր երբ որ Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ, բացառապես մի բանի համար, որ կանգնել է հայ առաքելական եկեղեցու կողքը։ Այսօր Իգոր Սարգսյանը, Արթուր Սարգսյանը եւ բազմաթիվ ազնիվ հայրենասեր, հայրենատեր քաղաքացիներ անազատության մեջ են, բացառապես նրա պատճառով, որ իրենք փորձում են բոլոր օջախները թույլատնել, ոչնչացնել եւ նախապատրաստել եկեղեցու գրավումը։ Հետևաբար մեր հանրությունը պետք է լավ իմանա, որ այդ ամեն ինչը արվում էր այս օրվա համար։ Այս նպատակը դա էր այս ամեն ինչ։ Պարոն Սաղաթելյան, հիշատակեցիք սիրելի սրբազաններին։ Այսինքն մեկուսացնել սրբազաններին, արժանապատիվ եկեղեցու կողքը կանգնած եւ ճանապարհ բացել եկեղեցու մեջ գտնվող հուդաներին։ Որովհետեւ հասարակության մեջ դրանց խոսք ազդեցություն ունի։ Իհարկե, ու նաեւ եկեղեցին ներսում ուներ։ Ու ունի կարծում։ Պարոն Սաղաթելյան, սրբազանները նույնիսկ անազատության վայրից երեք իրենց խոսքն են ուղղել նաև վեհափառ Հայրապետին եւ կարծես թե միայն Բաքրատ եւ Միքայել Սրբազանի խոսքը չէր, ներկայացնում էին երեքի խոսքը Մկրտիչ Սրբազանն էլ, չնայած որ նա այլ անազատության վայրում է, նրանք հորդորում են եւ խնդրում են վեհափառին, որպեսզի նա կարգալույց հռչակի Տիրադավ սրբազաններին, նրանց փոխարեն նոր թեմերի ղեկավարներ նշանակի եւ եպիսկոպոսած ժողով գումարի, նաեւ ներգրավելով իրենց, եթե անհրաժեշտ է նաև ազատության մեջ հայտնվելուց հետո։ Փաստացի հիմա կոպիտ եթե արտահայտվենք գնդակը վեհափառի դաշտում է։ Ինչ պետք է անի վեհափառը։ Արդյոք շատ չի դանդաղում, արդյոք այդ դանդաղելը վտանգավոր չի մեզ համար։ Վեհափառ տերը պետք է ամեն գնով պաշտպանի հայ առաքելական եկեղեցին եւ տեղիք չտա որևէ ոտնձգության, որևէ շանտաժի, որովհետեւ պետք է հասկանանք, որ սա թշնամական ծրագիր է մեր եկեղեցու դեմ։ Այո, մենք եկեղեցին պաշտպանելու խնդիր ունենք, բայց ասել եմ եւ կրկնում եմ, շատ կարեւոր է այստեղ էջմիածնի դիրքորոշումը, քայլերը եւ գործողությունները։ Մենք մեր քայլերում, գործողություններում որոշակի զսպվածություն
ցուցաբերում ենք ու նաև զգուշություն զուտ են պատճառով, որ չփորձան հարցերը ամբողջությամբ քաղաքականացնել եւ սա չվերածվի ընդդիմություն իշխանություն կոնֆլիկտի Իդեպ այդ միտումը կա, այո, նաև ձեզ մեղադրում են, որ եկեղեցին իրենք փորձում են դարձնել իշխանության ու ընդդիմության կոնֆլիկտ, բայց դա իրականում շատ գոյաբանական եւ ազգային ինքնության դեմ կռիվ է, այստեղ իշխանության ընդդիմության հարց չի, սա Հայաստանի թշնամիների ու հայ մարդկանց կռիվ է։ Իսկ ստեղ եկեղեցին պաշտպանելը գերկարևոր խնդիր է, բնականաբար ես հույս ունեմ, վստահություն ունեմ, որ Սուրբ Էջմիածինը վեհապարի գլխավորությամբ երբեք չի ընկրկի, այս սադրանքներին տեղիք չի տա, իսկ եթե վեհապարը կանգուն մնա, այս ոչնչությունները որևէ բան չեն կարողանալու անել։ Իմիջիալոց ասեմ, գուցե սա մի փորձությունների շրջան է, նաև ինքնամաքրվելու, սրանով շատ ջրեր զուլալելու են, ամեն ինչ շատ ավելի հստակ է լինելու, եւ պետք է սրա մեջով անցնենք ու անցնում ենք, բայց այդտեղ կարևորը նաև այդ անցումը լինի նվազագույն կորուստներով եւ չկորցնենք բաներ, որը կլինի անդառնալի։ Դրա համար մենք մշտապես պատրաստ ենք հայ առաքելական եկեղեցու կողքին ենք, իմիջիալոց ես պատասխանատվություն ասելով չեմ թողնում միայն Էջմիածնի եւ եկեղեցու վրա, Հայաստանի քաղաքական, այո, դաշտի բոլոր ուժերը ու առհասարակ ոչ միայն քաղաքական կուսակցությունները, ազգային պետական մտածողություն ունեցող շրջանակները բոլորը պետք է այս հարցում ամուր կանգնեն եւ ի պատիվ նաեւ այդ շրջանակների այս ընթացքում տեսել եք, որ մարդիկ պատրաստ են եւ Միքայել Սրբազանի ձերբակալության օրն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցույց տվեցին, որ իրենց կրծքով պատրաստ են պայքարել այս զորախմբի թրքահպատակ ուժային կառույցների քայլերի եւ գործողությունների դեմ։ Բայց դա ավելի շատ սեփական նախաձեռնությամբ էր։ Ձեր առաջարկը խոսում է ավելի համակարգված գործողությունների մասին։ Իմ առաջարկը ուրիշ բանի մասին է, այսինքն ոչ թե ուրիշ բան է, այլ շատ ավելի լայն եւ կոնցեպտուալ խնդրի մասին է։ Ես առաջարկել եմ Դաշնակցության անունից, որ Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտի կուսակցությունները մի քանի կարևոր առանցքային օրակարգային հարցերի շուրջ սկսեն խորհրդակցություններ ու ոչ միայն առաջարկել եմ, այլ նաև նախաձեռնել ենք, սկսելու ենք այսօր վաղվանից այդ խորհրդակցությունները մի քանի կարևոր առանցքային հարցերի շուրջ ուժերը մեկտեղելու, համադրելու եւ համագործակցելու ուղղությամբ։ Նախ այս համագործակցությունը չի ենթադրում եւ չի կաշկանդում որևէ քաղաքական ուժի ինքնուրույն առանձնաբար իր ծրագրերը իրականացնելու ազատությունը, խոսքը բոլոր ընդդիմադիր ուժերը մեկտեղելու, մեկ ցանկով ընտրություններին մասնակցելու մասին չի։ Խոսքը հետեւյալի մասն է, ասում եմ, որովհետեւ շատ հաճախ կարծես թե որոշները այլ կերպ են մեկնաբանում կամ փորձում ներկայացնել։ Խոսքը մի շարք կարևոր հարցերի շուրջ համագործակցության մասին է։ Դրանք հետեւյալն են, որովհետեւ կարողանանք այս իշխանության ռեպրեսիաները, բռնաճնշումները, ձերբակալությունները, ապօրինությունները կանխենք, դրա համար անհրաժեշտ է, որ այս հարցի շուրջ ստեղծվի համապատասխան մեխանիզմներ եւ ընդդիմության բոլոր ջանքերը համատեղվի, որովհետեւ մեկ ուժ չունի այդ հնարավորությունը այս հսկայական պետական ռեպրեսիաների մեքենայի դեմ պայքարելու համար։ Երկրորդ խնդիրը քաղբանտարկյալների հարց։ Մենք առաջարկում ենք, որ քաղբանտարկյալների հարցում պետք է առաջնորդվել որևէ քաղբանտարկյալ, բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով, անկախ նրանից ես ում հետ ինչ հարաբերություններ ունեմ, քաղաքական ինչ տարաձայնություններ ունենք։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին կլինի հոգևորականից մինչև ազգային բարերար կամ պարզ շարքային քաղաքացի, այո, քաղաքապետ, համայնքի ղեկավարների, եթե հետապնդվում է այս իշխանությունների կողմից ու հետապնդվում են, ու նրանց թիվը 5 տասնյակից ավելին են, մենք պետք է պաշտպանենք քաղբանտարկյալների իրավունքները եւ պայքարենք նրանց ազատության համար։ Ինչպես։ Կետերը թվարկեմ, հետո ասեմ ինչպես։ Երրորդ կետը եկեղեցին։ Այս հերթականությունը կամ եկեղեցին բնականաբար առաջին ասեմ։ Եկեղեցու պաշտպանությունը պետք է դառնա բոլորիս խնդիրը ու դրա ձևերը կան։ Հիմա մեխանիզմների մասն էլ կխոսեմ։ Ու ամենակարևորը, եթե ու դա անխուսափելի է, մի քանի ամիս հետո տեղի ունենալու հերթական
կամ մի քանի ամիս հետո արտահերթ կամ մի քանի ամիս հետո հերթական ընտրությունները, այդ ընտրություններից առաջ ակնհայտ է, չէ, որ այս իշխանությունները փորձելու են իրենց քաղաքական մրցակիցներին չեզոքացնել, նոր ձերբակալություններ, նոր ապօրինություններ, ընտրությունները փորձելու են կեղծել, վարչական պետական ռեսուրսը օգտագործել, այսինքն հայտնի է չի լինելու ցավոք սրտի։ Սրա հարցում հիմա շատ-շատերը առանձին ուժեր բողոքում են, որ կան խնդիրներ, ոնց են կանելու, ակնհայտ է, որ ընտրություններին ամեն ինչ անելու է, վերարտադրվելու այդ հարցերը ակնհայտ է, որ ինքը անելու է։ Մենք պետք է նստենք սեղանի շուրջ, խոսենք, պայմանավորվենք, գտնենք այդ մեխանիզմները սրա դեմ առնելու համար։ Ու նաև բացառել ընդդիմադիր դաշտում այդ փոխհրաձգությունները, որ կան եւ գոյություն ունեն, որովհետեւ մեր հիմնական թիրախը այս իշխանությունն է։ Հիմա ասում եք ինչպես։ Բոլոր դաշտում գտնվող ուժերը շատ թե քիչ ունեն տարբեր ռեսուրսներ, մարդկային, լրատվական, կազմակերպական, շատ ուժեր կան, որ Հայաստանի տարբեր տարածքներում ունեն գրասենյակներ, ցանցեր, նոր ձևավորվող ուժեր կան, որ այդ ուղղությամբ աշխատում են։ Հիմա իմ նշած հարցերի շուրջ շատ հանգիստ կարող են կետերով քննարկումների արդյունքում ստեղծել այն դիմադրության համակարգը, որը կկարողանա պաշտպանվել։ Ես ձեզ ասում եմ մեկ օրինակ, Լիդիա Մանթաշյանի օրինակ, երբ որ ամբողջ դաշտը կապ չունի ինքը իր դիրքավորում ուներ, կանգնեց Լիդիայի կողքին, իշխանությունները նահանջեցին։ Կարծում եք հանրային ճնշման արդյունքում եղավ Լիդիայի ազատումը։ Իհարկե, բա այն սիրուն աչքերի համար մեր հոչ եղավ կամ իրենց խիղճը հոչը արթնացավ կամ վերադարձ տեղի չունեցավ հանուն իրավական հարցերի, այսինքն շատ པարզ բան տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ հանրային մեծ ճնշում, որին այս իշխանությունները տեղիք տվեցին։ Մենք գիտենք նաև, որ վերջապես միջազգային կազմակերպությունները արձագանքեցին, իշխանությունների հետ դիմեցին, իրանք ազատ թողեցին։ Եթե մարդ հալածում այս իշխանությունների կողմից, այդ կարգի ճնշում լինի, ինքը երբ կդադարի, sense ձևակերպում, էլի։ Երբ այս իշխանությունը կդադարի կամ կդառնա ավելի զգուշավոր այս բռնաճնշումների դեպքում։ Երբ որ ինքը ստանա համարժեք պատասխան, երբ որ հասկանա այլևս ինքը ձերբակալությունները չի կարողանում մարսել։ Իսկ ինչպես կարող է դա հասկանալ։ Գիտեք, պետք է լինի հանրային ճնշում։ Օրինակի համար պարզ բան ասեմ, մենք ընդամենը մի շաբաթ առաջ մեծ ակցիա արեցինք Դատախազության դիմաց, հետո դատարան, որին շուրջ 1500-2000 մարդ էր մասնակցում, ակցիան տևեց 5-6 ժամ, ամբողջ լրատվական դաշտը խոսեցին, բարձրաձայնեցինք։ Անցած շաբաթ տեղ ունեցավ քաղաքբանտարկյալների մասին լսումներ։ Առաջիկայում պատրաստում ենք նոր քայլեր եւ գործողություններ, բայց ինչ որ ժամանակ ա եղել, որ այդ ուղղությամբ հետեւական չենք աշխատել, չէ՞։ Հանրային ճնշումը ինչպես է ձևավորվում։ Այդ խնդիրները կազմակերպելով, բարձրաձայնելով, օրինակ հիմա դժվար չի լինի, չէ՞, եթե մյուս ուժերն էլ միանան, համատեղ նստացույցեր, երթեր, ցույցեր, ամեն մեկի դատավարության, երբ որ տեղի ունենում դատարանների առջև, բոլոր ուժերը պետք է ներկա լինեն։ Այսինքն ընդունել, որ ինչ-որ ընդդիմության աշխատանքների ոչ այնքան լավ կատարման արդյունք էր։ Այսպես ձևակերպեմ, ընդդիմությունը ունի չօգտագործված ռեսուրս եւ անելիք քաղաքբանտարկյալների եւ այս ճնշումներին դիմագրավելու իմաստով, որը ամբողջությամբ չի համադրվում, չի մեկտեղում եւ չի օգտագործվում։ Այսինքն այդ ճակատը դիմադրության պետքա ստեղծել։ Մենք հիմա իմիջիալոց շատ դրական էլ արձագանք ունենք դաշտում, որ ուժերի հետ որ խոսել ենք, շատ դրական են արձագանքել իմիջիալոց, մենք չենք պատկերացնում միայն դաշտի քաղաքական ընդդիմադիր կուսակցությունների մասին չի խոսքը, նաեւ հանրության մեջ կան բազմաթիվ շերտեր, իրավապաշտպաններ, փաստաբաններ, տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնց եւս մենք դիմելու ենք, խորհրդակցելու ենք, լսելու ենք իրենց առաջարկները եւ արդյունքում պետք է մենք հասնենք մի հուշագրի, որ ազգային պետական մտածողություն ունեցող քաղաքական հասարակական շրջանակները մի քանի կետերի շուրջ գան համաձայնությամբ եւ միասին ձևավորենք այդ դիմադրության ճակատը այս իշխանության բռնաճնշումներին եւ ապօրինությունների դեմ առնելու
եւ նրանց վերարտադրությունը կանխելու համար։ Պարոն Սաղաթելյան, իրավիճակ է փոխվել, ի՞նչն է փոխվել, որ լիահույս եք, որ այդ ընդհանուր համերաշխության մթնոլորտը կձևավորվի, որովհետև ցավոք սրտի մենք մի քանի չհաջողված փորձեր ունեցանք ու հիմնականում ձեր ասած ընդդիմության ներկայացուցիչների միջև փոխհրաձգություններ, որը նաև ինչ որ չափով որոշ քաղաքագետներ, նաև ընդդիմություն իրենց անվանող որոշ ուժերի ներկայացուցիչներ ասում էին, որ փաստացի հանրության բողոքի ձայնը փոշայացրեցին այդ փոխհրաձգություններով։ Հիմա երաշխիք կա, որ նույնը հիմա տեղի չունենա առաջնորդության մասով, չգիտեմ, այդ պայքարը առաջնորդելու մասով։ Խոսքը այդ կետերի շուրջ համագործակցության մասին է։ Ես ընդունում եմ, որ ընդդիմադիր դաշտում հին ու նոր ուժեր, նոր հայտ ներկայացնող ուժեր, շատերը արևի տակ տեղ ունենալու համար, շատերը խոսում են, որ իրենց մասին ինչ-որ մեկը հիշի եւ ուշադրություն դարձնի, շատերն էլ շատ կոնկրետ նպատակով ընդդիմադիր դաշտում փորձում են վարկաբեկել կամ թիրախավորել իրենց ընդդիմադիր գործընկերներին զուտ են պատճառով, որ իրենք այս դաշտում արևի տակ տեղ ունենան։ Օրինակ պարոն Թաթոյանը հայտարարեց, որ պետք է նախկին նախագահները դուրս գան, այո, քիչ հետո իրեն իր ասացին էլ կանրադառնամ, այս խնդիրը կա, բայց նայեք ընդդիմության մեջ կան նաև համագործակցության լավ օրինակներ, հայրենիքի փրկության շարժման ժամանակ շուրջ 17 կուսակցություն կարողացել է համագործակցել եւ որևէ խնդիր չի եղել է դիմադրության շարժման ժամանակ, կուզեք իմանաք սրբազան շարժման ժամանակ, երբ որ բավականին լայն ընդդիմադիր դաշտի համախմբում կար, այսինքն երբ որ կա նախաձեռնողը, երբ որ կա համագործակցության կոնկրետ օրինակ, կարծում եմ ստացվում է, չենք կարող բացառել, որ որևէ կողմից հարվածներ կամ այս ճղճիմ բաները տեղի չի ունենա, բայց ես համոզված եմ, որ դա կարելի է նվազագույնի հասցնել, որտեղ այլ տարբերակ չկա, այլ այս իրավիճակում, այսինքն ինչ որ տեղի է ունենում, այդ գիտեք, պարզ փողոցում քաղաքացիները կանգնեցնում, ասում են լավ, այսինքն այս իրավիճակում արժի, որ ընդդիմության միջև նման փոխհրաձգություններ կա։ Իսկ ինչ վերաբերվում է վերջին հայտարարությանը պարոն Թաթոյանի, դրան անդրադարձել եմ։ Ես կարծում եմ իրենք չեն ընտրել արդյունավետ ճանապարհը հաջողության հասնելու համար։ Ինչի համար, որովհետև երբ որ դու ընդդիմադիր դաշտ ես բերում նիկոլական խոսույթը, վերջապես այս հասարակությանը այդ խոսույթով ով է պառակտել, ով է ներմուծել քաղաքական դաշտ, նախկիններ ներկաներ, ղարաբաղցիներ, հայաստանցիներ, սևեր, սպիտակներ, այս մարդիկ են, չէ, հներ, նորեր, այս նիկոլական խոսույթ է, չէ, իրենք այս պառակտումներով են կարողանում նաև իրենց իշխանությունը պահել։ Երբ որ դու անմիջապես գալիս ես, ես նախկինների հետ կապ չունեմ, նախկինները պետք է այսպես ասած նախագահները քաղաքականությունից դուրս գան, դու անմիջապես հայտնվում ես Նիկոլի տիրույթում եւ նրա լարած թակարդում, իսկ դա հաջողության հասնելու ճանապարհը չի։ Հաջողության հասնելու ճանապարհը նորմալ թիմ ձևավորելն է, հանրության առաջարկ ներկայացնելը եւ հետեւողական աշխատանք։ Մնացածը, այսինքն, իրենք են հայտնվելու անհարմար իրավիճակում եւ որևէ մեկը ոչ այդ անցած ճանապարհը ունի, ոչ այդ վաստակած իրավունքը եւ քաղաքական եւ բարոյական, որ նման պահանջներ կարողանա մեր դաշինքի կուսակցության կամ նախկին նախագահներից որևէ մեկի առջև դնի։ Կան այլ օրինակներ։ Օրինակ տեսեք Բագրատ Սրբազանը, երբ որ մեր երկրում շարժում էր նախաձեռնում, ինքը չասեց, որ սա քաղաքականությունից դուրս գան, մնամ ես եւ շարժում ձևավորեմ մեր երկրում։ Ներկայացրեց ծրագիր, առաջնորդություն, քայլ արեց եւ կարողացանք այդ ժամանակահատվածում մեծ թվով ամենամեծ շարժումներից մեկը ձևավորել։ Չէ, չեկան ասեցին թող դուրս գան։ Սամվել Կարապետյանը մեր ձևով է ինչ անում, չի ասում թող սա դուրս գան, ասում ես իմ ձևով, մեր ձևով այս խնդիրները պատկերացնում են լուծել։ Հսկայական քանակով մարդիկ միանում են շարժման։ Աշխատանք են իրականացնում, այսինքն էսա տարբերակը։ Հիմա գալ ասել դուք դուրս եկեք, որ չգիտեմ ինչ, այդ անլուրջ խոսակցությունը իրանք են անհարմար վիճակի մեջ հայտնվելու։ Այսինքն սխալ խորհուրդ են տվել պարոն Թաթոյանին, թե։ Գիտեմ ով է խորհուրդ տվել, ես օրինակ եթե այդ ասուլիսում այդ հատվածը չօգտագործեր, չէին խոսի, չէ, մի շաբաթ այդ ասուլիսի մասին։
Գուցե նաև քայլ է եղել։ տեխնոլոգիական ինչ-որ քայլ է, բայց Աստված իրենց հետ մեր վերաբերմունք էս էլ որ հստակ լինի։ Նոր ձևավորվող ուժերին հետևյալն է։ Մենք իրենց մեզ մրցակից չենք համարում, նոր ձևավորվող ուժերին շատ լավ ենք վերաբերվում։ Նրանք, ովքեր կարողանան իրոք ընտրազանգվածը գեներացնել մեր բնակչության հետ արդյունավետ աշխատել եւ շեմը հաղթահարել լինել խորհրդարանում, մենք միայն ուրախ կլինենք։ Եվ որքան նման ուժերը լինեն շատ ու արդյունավետ ամենակարևորը կարողանան հաղթահարել շեմը, այնքան Նիկոլի հեռացման միջավայրը ավելի բարենպաստ կլինի։ Մենք շահագրգիռ ուժերից մեկն ենք, որ լինեն նոր ուժեր, օրինակ տեսեք, մենք գիտենք, չէ, մենք ունենք շատ կայուն, շատ գաղափարական, շատ արմատական ընտրազանգված եւ հայրենակիցների տասնյակ հազարավոր հայրենակիցներ, ովքեր մեզ քվեարկել են 5 տարի առաջ, այս ամբողջ ընթացքում մեր հետ են եղել եւ մենք էլ աշխատել ենք մեր հայրենակիցների հետ եւ առաջիկայում ավելի խորացնելու ենք այդ կապ։ Բայց գիտենք նաեւ կան մարդիկ, որ մեզ չեն քվեարկում։ Կան մարդիկ, ովքեր ընտրությանը չեն գնում։ Չէ՞ կարծում որ հենց այդ մարդկանց Եթե իրենք կարողանան այդ հատվածին բերել տեղամաս, իրենք կարողանան այդ մեր քաղաքացիների սիրտը շահել, իրենց համար ծրագրեր առաջարկել, ովքեր այս պասիվ վիճակից դուրս կգան, ես դա կհամարեմ շատ մեծ հաջողություն այդ ուժերի համար։ Իսկ ինչու դուք դա չեք անում, թե դες Մենք անում ենք առավելագույնը, առաջիկայում ավելի մեծ թափով անելու ենք։ Մենք մեր հայրենակիցներին չենք բաժանում շերտերի աշխատում բոլորի հետ, բայց նաև հասկանում ենք, հա, բայց հասկանում ենք նաև որ մի շերտ կա, որ մեզ չի քվեարկում, ու նորմալ է դա, որովհետև մենք ունենք մեր տեսակը, մեր գաղափարախոսությունը, մեր անցած ճանապարհը, մեր պատկերացումն ու տեսլականը, որը շատ նորմալ է, որ մեր հանրության ինչ-որ մի հատված չի կիսում եւ չի քվեարկում, բայց կա նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող բավականին մեծ հայրենակիցների թիվ, ովքեր ընտրության չեն գնում, եւ դա լավ հնարավորություն է նոր ուժերի համար։ Մի խոսքով մենք մեր գործը գիտենք, գնում ենք առաջ եւ հաջողություն հասնելու համար իրոք կարեւորում ենք, որ օրինակ մեր արժեվ դրած նպատակը դաշնակցության մեջ մեր ժողովներում մեր բանաձևը հետեւյալն է։ Մենք պետք է մտածենք ոչ թե առանձնաբար դաշնակցության հաջողության քանի տոկոս կհավաքենք, ինչ կանենք, այլ առհասարակ ընդդիմության հաջողության մասին եւ առհասարակ մեր արժեվ դրած խնդիրը լուծելու մասին։ Մեր երկրում հնարավոր կլինի այս իրավիճակից դուրս գալ բացառապես մի դեպքում։ Եթե տեղի ունենա բեկում, եթե տեղի ունենա իշխանափոխություն, եթե կարողանանք այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխենք։ Հակառակ պարագայում ինչի համար ենք մրցում։ Պարոն Սաղաթելյան, դուք ձեր խոսքում չբացառեցիք նաև արտահերթի հավանականությունը, այո։ Այո, ես դա միշտ չեմ բացառում։ Գնալով նվազում է այդ արտահերթի հնարավորությունը, բայց ես դա երբեք չեմ բացառում, որովհետև հաշվի առնելով այս իշխանության վիճակը գուցե ինքը գնա ոչ ստանդարտ, այսինքն չպլանավորած քայլերի անակնկալի փորձելով բերել ընդդիմադիր դաշտը, որովհետև ակնհայտ է որ շատ ուժեր նոր ձևավորման փուլում են եւ արտահերթը բխում է իշխանությունների շահերից, չնայած ասեմ ձեզ, որ ինքը արտահերթ գնալու դժվարություն ունի, այնպես չի որ հեշտ կարողանա գնալ։ Այստեղ մի կարևոր խնդիր կա, որպեսզի տեղի ունենա արտահերթ ընտրություններ, ինքը պետք է հրաժարական տա, ուրիշ ձև խորհրդարանը չի լուծարվում։ Իսկ պետք է հրաժարական տա 2 անգամ ու պայմանով, որ որևէ մեկը տեխնացու չի առաջադրելու, որ խորհրդարանը լուծարվի։ Մենք իր հետ բացառում ենք, որ որևէ հարցով որևէ պայման կընդունենք կամ կպայմանավորվենք։ Հետևաբար ինքը այդ ռիսկը ունի հրաժարականից հետո 2 անգամ հրաժարական տա, խորհրդարանը լուծարվի, նշանակի արտահերթ ընտրություն, այսինքն եթե նույնիսկ ուզենա, հարցեր կա, որ պետքա երկար բարակ մտածի գնա այդ ճանապարհով թե չէ։ Դուք նշեցիք, որ ամեն քայլի գնալու է, որպեսզի ընտրություններում նորից այնքան ձայն հավաքի, որ իրենց թույլ կտա մնալ իշխանության։ Եթե
2026-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կամ իր քաղաքական թիմը հաղթեց։ Ինչ է լինելու 2026-ի ընտրություններից հետո։ Ինչ քայլեր եք նախատեսում, թե դա ավարտն է։ Ես կարող եմ ասել հետևանքների մասին։ Ինչ քայլեր կնախատեսենք, կգա, կհասնի այդ ժամանակը, կհասկանանք, կգնահատենք, խաստված չանի անցնի, բայց եթե անցնի, հետևյալն է տեղի ունենալու։ ԿՊ-ի վերարտադրությունը նշանակում է նոր տարածքային զիջումներ, նշանակում է կանաչ լույս երկրում վերջնականապես բռնապետություն հաստատելու համար, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը վերջնականորեն դառնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի վասալ պետություն։ Վերարտադրման հետևանքը դա է լինելու եւ մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ ԿՊ-ի վերարտադրությունը ինչ նոր ծանր հետևանքներ է ունենալու։ Մինչև 21 թիվը, եթե նայենք պատերազմ, մինչև 21 թիվ ու դրանից հետո, այս 5 տարվա մեջ ոչ պակաս վնաս է տվել Հայաստանի Հանրապետությանը ու հայ ժողովրդին, քան բուն պատերազմի ընթացքում։ Այսինքն իր վերարտադրությունը կնշանակի լեգիտիմացնել Արցախի հայաթափումը, մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը, կնշանակի լեգիտիմացնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում եւ մենք ինքնիշխանության կորուստ ենք ունենալու։ Սա պետք է ամբողջությամբ հասկանանք, գիտակցենք եւ առաջիկա պայքարին ու ընտրությանը մոտենանք այս հասկացողությամբ, այս մտածելակերպով։ Ես պարզ եւ ուղիղ ասում եմ, սա դասական ընտրություն չի կենսաթոշակները բարձրացնելու, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու եւ սոցիալ-տնտեսական հարցերի մասին։ Անշուշտ դրանք շատ կարեւոր են եւ այդ բոլոր հարցերի հետ կապված մենք մեր առաջարկությունները կներկայացնենք եւ ներկայացնում ենք մեր հանրությանը, բայց սա գոյաբանական ընտրություն է։ Սա ընթացիկ դասական ընտրություն չի, նորից եմ կրկնում։ Այս ընտրությունները որոշելու է մեր երկրի հետագա ընթացքը։ Մենք ինքնիշխանություն, պետականություն, հայկական ինքնություն ունենալու ենք, թե ոչ։ Այս ընտրությունը դրա մասին է։ Ինքը որ փորձում է այս ընտրությունը ներկայացնել ասֆալտ, բորձյուր, որտեղ հաց, այնտեղ կաց ու կեղծ խաղաղության օրակարգ, բայց սա այդ ընտրությունը չի։ Սա լինել չլինելու մասին ընտրություն է։ Սա ընտրությունը ուզում ենք ունենալ ինքնիշխան, ժողովրդավար, մրցունակ, հայ ժողովրդի իրավունքների համար պաշտպանող Հայաստանի Հանրապետություն, թե բռնատիրական, ոչ ժողովրդավարական, ինքնիշխանության կորստով Թուրքիա եւ Ադրբեջանի ազդեցության տակ գտնվող մի պետություն։ Խոսքը սրա մասին։ Պարոն Սաղաթելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօրվա իմ զրուցակիցն էր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Մեր հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։